աստղաման կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ սիրելի հետևորդներ, այս սենց հա, տեղի, պարոն Ղուշյան, արդեն ուրեմն գծի մեջ ենք։ Գծի մեջ ենք, ուրեմն ասեմ ձեզ, ես հիշում եմ նախնական զրույցի ժամանակ փոքրիկ Տիգրանի ողբերգական այդ դեպքերի հետ կապված, դեռ մայիսի 6-ին դուք ասեցիք, որ երեխան կգտնվի ջրի մեջ 2 կետից եւ կյանքը ցույց տվեց, որ ձեր հերթական կանխատեսումը նորից իրականություն դարձավ։ Ինչով եք դա բացատրում։ Ցավալիորեն այդ դեպքին չէ ուզում անդրադառնալ, բայց ցավալիորեն հանենք, հա։ Բայց քանի որ այստեղ մեկնաբանություն եմ գրում եմ, որ չեք կանխատեսել կամ չեք անդրադարձել, ինչու չասեցիք, մենք նախնական զրույցում, հեռախոսազրույցում ձեզ հետ իմ հարթակում ես խոսել եմ ամսի 15-ին, հենց մայիսի 15-ին կանխատեսումներ մի քիչ ավելի մի քանի օր առաջ էին կատարվել, ամսի 9-ի դրությամբ գրել է, բայց քանի որ ծնողները այնտեղ պատրաստ չէին այդ լուրը լսելու, ես էլ չէի ուզում չարագուշակ լուրը հանրայնացնելի, բայց այնքան շատ էին գրում, պարոն Ղուշյան, ինձ ես ասեմ, որ ես ստիպված ամսի 9-ին Facebook-յան հարթակում գրառում արեցի, որ դրական լուրեր, դրական դիրքեր չեմ տեսում։ Հետագայում իմ ալիքում հանրայնացնեմ դրա մասին, ձեզ մոտ կարճ ասեցի, որ դրական կանխատեսումներ չունեմ, իհարկե, բայց մենք հեռախոսազրույց ունենք ամսի 6-ին, մեր ընդհանուր աշխատանքում այնտեղ նշել է, այո, որ ջրում է, երեխան ջրում է եւ 2 կետից լուր կլինի նրա մասին եւ նշել է, որ դա 2 ժամ չի, 2 օր չի, 2 շաբաթ չի։ Փաստորեն այնտեղ գրում է երկարաժամկետ պրոցեսներ։ Այո, ցավալիորեն այդպես է, բայց աստղաբանությունը դա այն գործիքն է, այնտեղ նաեւ կան այլ կանխատեսման մեթոդներ, բայց աստղաբանությունը առավել է նրանով նույն թվագիտությունից, հա, թվագիտությունը ինքը այն մեծ, շատ մեծ կարևոր ինֆորմացիա է տրամադրում, բայց աստղաբանության ակունքները, աստղաբանության սկզբունքները, գիտելիքները, պարզաբանման եւ մեկնաբանման մեթոդները բավականին խոր իմաստ են, հա։ Ինչ առումով, այստեղ արևը, լուսինը, նրանք յուրաքանչյուրը, նաև Վեներան, Մերկուրի, Մարսը, դրանք անձնական մոլորակներ են, բնութագրում են անձին, բնութագրում են արևը մարդու եսն է, որոշումներ կայացնելն է, թե տաղանդները որ կենդանակերպում է մարդը կարողանում արտահայտել, եթե խոյ է, խոյի որակներն է արտահայտում, եթե ցուլ է, ցուլի որակներն է արտահայտում, այդպես 12 կենդանակերպում։ Արևի հետ նաև շատ կարևոր դերակատարում